Սիրելի ֆուտբոլասերներ, Afel Armenia YouTube-յան ալիքի եթերում կրկին մեկնարկում է հերթական խաղային օրը, որտեղ միմյանց դեմ կմրցեն Manchester City-ն եւ Mainz-ը։ Արագ ներկայացնեմ մեկնարկային կազմերը։ Manchester City դարպասում Վահե Մուրադյան համար 1, Ռոմիկ Սարգսյան համար 6, Անդրանիկ Բաղրամյան համար 14, Ալեն Սահակյան համար 9, Գարի Գիգոլյան համար 10, Վարդան Վարդանյան համար 11, Գեորգի Կոցենկով համար 17, Ռաֆիկ Ղարիբյան համար 8, Արտուր Ալավերդյան համար 44։ Կենտրոնից հանդիպումը կսկսի Manchester City-ն, արագ ներկայացնեմ Mainz-ի մեկնարկային կազմը, դարպասում Արտակ Համբարձումյան, Էրիկ Ներսիսյան, Գեգամ Սարգսյան, Հայկ Մկրտչյան, Կարապետ Կիրակոսյան, Դավիթ Պերեխանյան, Դավիթ Գևորգյան, Ռաֆայել Կյուրեղյան, Արսեն Հովանեսյան, Կարո Ավակյան, Վարդան Հովանեսյան, Նշան Մարկոսյան։ Բոլորին հաճելի խաղ եմ մաղթում, թիմերին էլ հաջողություն։ Գնդակը կենտրոնում է, ամեն ինչ պատրաստ է հանդիպման համար, մրցավարը Վահագն Ակուլյան, Mainz-ը կենտրոնից սկսում է հանդիպումը։ Manchester City-ն փորձում է առաջին գրոհը զարգացնել։ Մրցավարը սուլել է։ Այժմ մի փոքր խնդիր էր առաջացել, սակայն արագ լուծվեց եւ հանդիպումը շարունակվում է, գնդակը դարպասապայի մոտ է։ Manchester City-ն փորձում է գրոհ ձեռնարկել։ Բաղրամյանը փոխանցեց դարպասապային։ Վահե Մուրադյան խաղի մեջ պետք է մտցնի գնդակը, փոխանցում Բաղրամյանին։ Բաղրամյան Մրցաշարային աղյուսակում նաև ներկայացնեմ, որ թիմերը գտնվում են։ Manchester City-ն գտնվում է 5-րդ հորիզոնականում 34 միավորով, իսկ Mainz-ը գտնվում է 7-րդ հորիզոնականում 24 միավորով։ Mainz-ին պետք է հաղթանակ, որպեսզի ավելի մոտենա լավագույն քառյակին, իսկ Manchester City-ին ևս պետք է հաղթանակ դիրքը պահելու համար եւ ավելի առաջընթաց ունենալու համար։ Գիգոլյանն է առաջարժվում, Գիգոլյան սպասում է խաղընկերներին փոխանցում եւ դարպասապը կարողանում է վերցնել եւ խաղի մեջ է գնդակը։ Հեռացնում է Կոցենկովը, եզրային նետում Mainz-ը։ Եզրային նետում Mainz-ին։ Դրից նետում է Mainz-ը։ Գնդակը Գիգոլյանի մոտ է։ Գիգոլյան, Ղարիբյան։ Ղարիբյանը առաջ է ուղարկում գնդակը, փորձեց գեղեցիկ անցում կատարել, սակայն ստացվեց։ Mainz-ն է առաջ շարժվում, փոխանցում և հեռացնում են City-ի տղաները։ Հեռից հարված։ Ոչ մի վտանգ չներկայացրեց այս հարվածը, ազատ Մուրադյան Վահեի պաշտպանեց դարպասից եղավ փոխանցում։ Ալենն է առաջարժվում, փոխանցում, ստանում է Գիգոլյանը, Գիգոլյան, հարվածը լավն էր, սակայն մի փոքր բարձր ընթացավ։ Ցուցումներ է տալիս Mainz-ի դարպասապահը իր խաղընկերներին։ Արտակ Համբարձումյանը գնդակը կմցնի խաղի մեջ։ Փոխանցում, սակայն Արտակ Համբարձումյանը չարեց այդ փոխանցումը։ Եվ հիմա Mainz-ը առաջին վտանգավոր պահն է փորձում նորից ստեղծել։ Առաջին անկյունային է վաստակում Mainz-ի տղաները։ Փոխանցում եւ հիմա չկարողացան վերջակետ դնել այս գրոհին։ Կոստենկով փոխանցում եւս մեկ տրիվել է փոխանցում։ Արտակ Համբարձումյանը գնդակը խաղի մեջ կմցնի եւ գնդակը դուրս է գալիս եզրից։ Գիգոլյանը գնդակը թողնում է խաղի մեջ է Ղարիբյան փոխանցում Ալեն Սահակյան
Ալեն Սահակյան սպասում է խաղանկերներին ստանում է գնդակը Արտուր Ալավերդյանը փոխանցում Ղարիբյանին Գիգոլյան պրեսինգ է ենթարկում այնցի ֆուտբոլիստը, բայց Գիգոլյանը հիանալի շրջվեց Գիգոլյան փոխանցում Ալեն Սահակյան եւ խլում են Մանցի տղաները եւ 1-3-ի դիմաց կարողանա անցնել ոչ Կոստենկովի եւ Գիգոլյանի միահամուռ ուժերով աշխատանքի շնորհիվ կարողանում են խլել եւ Ռոմեն Ալավերդյան փոխանցում խոցում եւ Սկիթին կիրասնի իր առաջին անկյունայինը անկյունային կիրասնի Մանչեսթեր Սիթին գնդակին է մոտենում Բարթան Վարդանյանը խաղարկում է Կոստենկոյի հետ Կոստենկո Օթար փոխանցում Ալավերդյան սպասում է հետ է փոխանցում Ղարիբյանին այլ տարբերակ չուներ վտանգից խուսափելու համար փոխանցեց հիանալի էր դեպի Գիգոլյանին փոխանցումը Գիգոլյան վտանգավոր էր հարվածը բայց ազատ հարված Արտակ Համբարձումյանի պաշտպանած դարպասից Անցում եւ շատ վատ փոխանցում էր Մանցի պաշտպանի կողմից Էրիկ Ներսեսյանի կողմից նետում են եզրից Ալեն Մանուկյանը նետեց Գիգոլյանը հետ փոխանցեց Ղարիբյանին Ղարիբյանը դարպասապահին Կոստենկո Մուրադյան Վահե Ղարիբյան փոխանցում Ալավերդյան արջևում կա տարբերակ բայց փոխանցում է Կոստենկոին եզրից նետում է վաստակում Կոստենկոն հենց նա էլ նետում է Մանուկյան Ալավերդյան Գարիկ Ալավերդյան փոխանցում Մանուկյան սպասում է նորից Մանուկյան Գիգոլյան Եվ սխալ էր փոխանցումը, բայց խոսակում են վտանգից Ղարիբյանի ճիշտ աշխատանքի շնորհիվ հիանալի Ալավերդյանին պատ խաղարկում Գիգոլյանի հետ փոխանցում Կոստենկոին հարված այստեղ ավելի շատ փոխանցում էր քան հարված Կոստենկո Գիգոլյան հիանալի Ղարիբյան փոխանցում Ալավերդյանի եզր Ալավերդյան Գիգոլյան Գնդակը չի աստում Ալավերդյանին Մանչեսթեր Սիթին առաջնությունում անցկացրել է 160 հանդիպում, ունի 116 հաղթանակ, 18 ոչոկի և 26 պարտություն, իսկ Mainz-ը շատ ավելի քիչ 65 հանդիպում, 29 հաղթանակ, 9 ոչոկի, 27 պարտություն, թիմերի գոլերը Մանչեսթեր Սիթին խփել է 579 գոլ, բաց թողել 244-ը, իսկ Mainz-ը 167 գոլ, բաց թողնելով 170, 167 խփել է, 170 բաց է թողնել, 45% գնդակը 45% Մանչեսթեր Mainz-ի մոտ է 73% Մանչեսթեր Սիթիի մոտ դա նշանակում է որ Մանչեսթեր Սիթիի գոլը ավելի ու ավելի շուտ հասունանում է բայց մի փոքր անանցանելի է այսօր Mainz-ի պաշտպանությունը շատ լավ են պաշտպանվում երկու թիմերն էլ Կոստենկոն կհասնի գնդակին դարպասապահը ուղղորդում է չլարվել փոխանցում Ղարիբյանին Ղարիբյան, Ալավերդյան, Գիգոլյան, փոքր լավը չէր փոխանցում, բայց Գիգոլյանը հասկացավ թե ինչ պետք է անի Կոստենկո, Մանուկյանը ցույց է տալիս որ կարելի է իրեն փոխանցել, փոխանցում Ալավերդյան, Գիգոլյան, Մանուկյան, Մանուկյան եւ շեղ է հարվածը։ Արտակ Համբարձումյանը գնդակը խաղի մեջ կմտցնի Սպասում է Փոփոխություն է տեղի ունենալու Mainz-ի կազմում Ինչևէ մենք այսօր տեսնում ենք շատ դրամատիկ եւ հետաքրքիր հանդիպում Ներսիսյան Էրիկը գնդակը փոխանցում է առաջ Հետ են ուղարկում պաշտպանները
Գիգոլյան թողնում է Մանուկյանին, ստացվեց, առաջ է շարժվում Մայնցը, Կոստենկո Գիգոլյանին, Գիգոլյան, Կոստենկո, Վահե Մուրադյան, փոխանցում է այստեղ Ալեն Սահակյանին, ընդունում է Ալեն Սահակյանը, Մանուկյան, Սահակյանը ազատ է, Մանուկյան, Ալավերդյան, բարձր է հարվածը, Արտակ Համբարձումյանը գնդակը խաղի մեջ մտցրեց, նորից Համբարձումյան, փոխանցում, և հիմա առաջ է շարժվում Մայնցը, և, ոչ, Վահե Բեգլարյանը կարողանում է որսալ գնդակը, Սահակյան, Ալեն Սահակյան, Ղարիբյան, Գիգոլյան, Կոստենկո, ընտրում է խաղընկերոջը Մանուկյան, նորից Կոստենկո, հարված Կոստենկո իր վրա է ընդունում Մայնցի պաշտպանը, առաջ է շարժվում, Ղարիբյան, փոխանցում, Սահակյանը կհասնի գնդակին, այո հասնում է, ապրես Սահակյան, փոխանցում Գիգոլյան, սպասում է խաղընկերներին, Ալավերդյան, Կոստենկոն է ազատ, կարելի է փոխանցել ապահովության համար Կոստենկո, այդպես էլ անում է Ալավերդյանը ևս, նորից Ալավերդյան, Վահե Բեգլարյանի մոտ է գնդակը, Ղարիբյան, առաջ շարժվում Ղարիբյանը Գիգոլյանին է փոխանցում, Գիգոլյանը փորձում է անցման գնալ, հիանալի է Գիգոլյան, հարված և Արտակ Համբարձումյանը որսում է գնդակը ուղարկելով շատ արագ Մայնցի ֆուտբոլիստներին, գրո մրցակցի կողմից, բայց կարողանում են Ալեն Սահակյանի ջանքերի և Ղարիբյանի ջանքերի շնորհիվ խլել գնդակը, Ղարիբյանն է առաջ շարժվում, Մանուկյան փոխանցում Գիգոլյանին, լավ դիրք է Գիգոլյանի համար, Գիգոլյանի հարվածը պահում է Էրիկ Ներսեսյանը, շարունակվում է և նորից Էրիկ Ներսեսյանի անձնորած խաղի շնորհիվ Մայնցը փրկվում է վտանգավոր դրվագից, եզրից Էրիկ Ներսեսյան, փոխանցում և եզրային նետում Սիթինն է, եզրից նետում է Կարո Ավագյանը, Էրիկ Ներսեսյան, գնդակը վերադառնում է Ալավերդյանի մոտ, Գիգոլյան, փոխանցում, Սահակյանը հետ է թողնում Ալավերդյան և Համբարձումյանը պահում է, բայց շեղ էր հարվածը Սահակյանի, Արտակ Համբարձումյանի պաշտպանած դարպասից կլինի առաջ փոխանցում Էրիկ Ներսեսյան, ընդունում է իր վրա Ղարիբյանը, կարողանում է պահել գնդակը, Սահակյան, հարվածը փակում է Սահակյանի, Ղարիբյանի մոտ է գնդակը, խանցում, Կոստենկոն է հասնում գնդակին, ընդունում է իր վրա, բայց խլում են Մայնցի տղաները, փորձում առաջ գնալ, սակայն Կոստենկոն ուղղում էր սխալը, փոխանցում Վարդանի մոտ է գնդակը, Ղարիբյանի մոտ, լավ դիրք է հարվածի համար, հենց այդպես էլ հարվածում է, սակայն շեղ ընթացավ։ Ազատ հարված, Էրիկ Ներսեսյանը ազատ հարված է իրացնում, ընդունում է Կոստենկոն, Սահակյան, փոխանցում Ալավերդյանին, այժմ շարունակում է Մայնցը, տեսնենք վտանգավոր պահ կարող են ստեղծել թե ոչ, հետ փոխանցում, շատ խիտ է դասավորված Մանչեսթեր Սիթին, փոխանցում, և հիմա հարված է պետք, հարված և
Կարողանում է որսալ դարպասապահը։ Շարունակում է հանդիպումը, նաև ներկայացնում թե թիմերը նախորդ ինչ հանդիպումներ են անցկացրել։ Mainz-ը նախորդ 5 խաղերում 5-0 հաշվով հաղթել է Paris Saint-Germain-ին, գրոհ է իրացնում հարված։ Մի փոքր շեղվեցինք Վարդանյանի հարվածը, Վարդան Վարդանյանի հարվածը որսում է Արտակ Համբարձումյանը։ 2-2 Պալերմոյի հետ, 3-6 հաշվով պարտություն Ատալանտայից, 5-7 հաշվով պարտություն Վերդեր Բրեմենից և 1-1 հաշվով և 1-1 Լեռնային Արցախի հետ։ Իսկ Manchester City-ն 7-1 հաշվով հաղթել է և հիմա վտանգավոր պահ է Ալավերդյան և պահում է դարպասապահը։ Հեռացնում են 7-1 հաշվով հաղթանակ Մարսելի նկատմամբ, 3-2 հաշվով հաղթանակ Կադիսի նկատմամբ, 2-3 հաշվով պարտություն Ատալանտայի նկատմամբ, 4-2 հաշվով հաղթանակ Լիոնի նկատմամբ և 5-0 հաշվով հաղթանակ Ռեալ Բետիսի նկատմամբ։ Եզրից կնետի Վարդան Վարդանյանը, փոխանցում Կոստենկո, Վարդանյան, Վարդան Վարդանյան չկարողացավ գնդակը հասցեագրել, դուրս է գալիս։ Գիգոլյան, փոխանցում Հարիբյանին, փոխանցում Ալավերդյան, Գիգոլյան, փոխանցում Մանուկյանն է ձախ եզրում, մրցավարը կանգնեցել է հանդիպումը, շարունակվում է հիմա Գիգոլյան, Ղարիբյան, Կոստենկոն ոչ սխալվում է Ղարիբյանը, կարող է վտանգավոր պաս ստեղծվել, բայց ոչ մի վտանգ չներկայացավ, Կոստենկոյի ջանքերի շնորհիվ կարողացան խլել գնդակը, Ղարիբյան, առաջը շարժվում, Ղարիբյան, փոխանցումը ոչ ոքի չի հասնում, Էրսյան Էրիկը և Արտակ Համբարձումյանը կարողանում են վերահսկել իրավիճակը, Կոստենկո ընդունում է իր վրա գնդակը, Ալավերդյան սպասում է ազատ տարածքում գտնվող ընկերներին, փոխանցումը հիանալի էր, ստանում է Վարդանյանը, փոխանցում Մանցի տղաները ընդունում է գնդակը և առաջ շարժվում, Վարդան Վարդանյան թողնում է Ալավերդյան, Վարդանյան ևս մեկ Ալավերդյան, չի ստացվում հարվածը, Ալավերդյան, հարված, հակում են պաշտպանները, շատ ամուր է այսօր Mainz-ի պաշտպանությունը, վերջին հանդիպումներում բաց թողած քիչ գոլերը դրան մասին խոսում են, եզրային նետում Mainz-ը իրացնում են Նշան Մարկոսյանը, եզրից նետեց գնդակը, առաջին գրոհն է փորձում կազմակերպել Mainz-ը, խանցում, Կոստենկոն է ընդունում, Կոստենկո, Սարգսյան Ռոմիկին էր Ալավերդյանին և Սարգսյան Ռոմիկին հասավ գնդակը, սակայն չստացվեց ինչ-որ վտանգավոր պաս ստեղծել, հիմա Ղարիբյանը կարողանում է պահել գնդակը և դարպասապահի Վահե Մուրադյանի ձեռքերում է, Վարդան Վարդանյան փոխանցում Ալեն Մանուկյանին, Մանուկյան, փոխանցում, Վարդան Վարդանյան, հարվածային է դիրքը, հարված և նորից շեղ էր հարվածը, Manchester City-ն անդադար կատարում է հարվածներ, բայց անընդհատ շեղության փոփոխություն տեղի ունեցավ, Ռոմիկ Սարգսյանն է դուրս գալիս, գնդակը Mainz-ինն է, Արտակ Համբարձումյան, Էրիկ Ներսիսյանը փոխանցում է գնդակը և հիմա ձեռքով խաղ չկար և հարված և Վահե Մուրադյանը հիանալի սեյվի հեղինակ է դառնում, Ալավերդյան թողնում է Վարդան Վարդանյանին, Վարդանյան փոխանցում Ալավերդյան հարված և գոլ! Վայքին գոված, վայք!
Ալավերջան Արտուրը դառնում է գեղեցիկ գոլի հեղինակ։ Ի վերջո նա հասնում է իր ոզածին եւ խփում է գոլ։ Կենտրոնից կսկսի Մայնցը, սթափվել է պետք եւ ավելի ուշադիր լինել։ Մայնցի տղաները առաջ են փորձում շարժվել եւ Մարկոսյան նշանի մոտ է գնդակը։ Մարկոսյան նշան, այսօր հարցական գծում նշանն է շատ ակտիվ։ Արգյունային է վաստակում նշանը, հեռացեց Կոստենկոն։ Գնդակը վերադառնում է Մայնցին։ Անկյունային եզրագծի մոտ նշան Մարկոսյանն է։ Նշան Մարկոսյանն է եւ հիմա սպասում ենք իրացման։ Մարկոսյան եւ փորձում է հենց ինքը իրացնել, իրացնում է հարվածի տեսքով ավելի շատ, որսում է դարպասապահ Վահե Մուրադյանը եւ նորից նշան Մարկոսյան երրորդ անկյունայինը արդեն խաղում Մայնցը գիրացնի փոխանցում հարվածը չի ստացվում եւ հիմա կարող է արագրոհին հետվել Սիթին Վարդան Վարդանյան այցում է կատարում Վարդանյան դե հարված եւ Արտակ Համբարձումյանը սեյվ է կատարում գեղեցիկ Արտուր Ալավերջյանը ընդունում է գնդակը բայց այդքան էլ ոչ հարմար դիրքում խլում է գնդակը Մանուկյանի ջանքերի շնորհիվ եւ Վարդանյանի ջանքերի շնորհիվ գնդակը խլում է Սիթի ֆուտբոլիստները փոխանցում դե Ալավերջյանի հարվածի ճանապարհը փակեցին Գիգոլյան Կոստենկով Վահե Մուրադյան փոխանցում եւ Սահակյանը ընդունում է պահում է դարպասում Ղարիբյան փոխանցում Կոստենկով կատարածություն Կոստենկով փոխանցումը այդքան էլ լավը չէր Գիգոլյանը կարողանում է ապահովության համար հեռացնել գնդակը շատ ակտիվ է այսօր Manchester City 44 համարը 14 համարը 11 9 10 գրեթե բոլորը այսօր շատ ակտիվ են Manchester City-ում բոլորը միամուռ ուժերը կարողանում են անցկացնել հանդիպումը Էրիկ Ներսեսյան փոխանցում Կարո Ավակյանի մոտ էր գնդակը այժմ Ռաֆայել Գյուրեղյանի մոտ է փոխանցում Կոստենկով Ալավերջյանը հասկացնում է որ գնդակ շարունակի Վահե Մուրադյանի մոտ է գնդակը դարպասապահը խաղի մեջ կմտցնի Ղարիբյան Մանուկյանը եկել է ազատ է եւ հենց այդպես էլ Մանուկյանին է հասնում փոխանցումը Մանուկյան Գիգոլյանին կատարածություն Գիգոլյանը առաջ է շարժվում Գիգոլյան փոխանցումը շատ ուժեղ էր Մանուկյանի համար նշանակում է մրցավար անկյունային քանի որ կար անդրադարձ եթե չլիներ անդրադարձ հնարավոր է որ Մանուկյանը հասներ գնդակին եւ լիներ շատ սուր գրոհ սակայն Էրիկ Ներսեսյանը կարողանում է չզոքացնել Գիգոլյանի փոխանցումը դեպի Մանուկյանը այժմ եզրագծի մոտ են Մանուկյանը եւ Գիգոլյանը խաղարկում է Մանուկյանը Գիգոլյանի հետ Մանուկյան փոխանցում վերցնում է դարպասապահ Արտակ Համբարձումյանը մինչև ուժեղ արվածով առաջ դարպասապահը փոխանցում է դարպասապահին այո այսպիսի դրվագներ են լինում ֆուտբոլում հարգելի յութուբասերներ հարգելի ֆուտբոլասերներ Ղարիբյան Կոստենկով դարպասապահ Վահե Մուրադյանին Ղարիբյան կհետևի փոխանցում ոչ առաջ չհետևեց փոխանցում դե պաշտպանությունում են խաղարկում Կոստենկով փոխանցում Ալավերջյան թողնում է բայց Գյուրեղյան Ռաֆայելի մոտ է այդտեղ գնդակը փնտրում է իր խաղանկերներին դե նշան Մարկոսյանը չկարողացավ Գիգոլյան փոխանցումը սխալ է նորից Գյուրեղյան Ռաֆայել հարված եւ թույլ էր մի փոքր հարվածը Վահե Մուրադյանը կարողանում է դորսալ առաջին խաղակեսը ավարտված է Manchester City-ն հաղթում է առաջին խաղակեսից հետո 1-0 հաշվով մեկնարկում է երկրորդ խաղակեսը ընկերներ կենտրոնից Մայնցը սկսում է
Աղա, բայց կուզենայի առանձնահատուկ ուշադրություն դարձնենք այսօր Վարդան Վարդանյանին, Manchester City հարցակողական ոճի ֆուտբոլիստին, ով ռմբարկուների Այոսակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը 13 գոլով, բայց այսօր շատ ակտիվ է Վարդան Վարդանյանը, այսօր իր եզրով շատ գեղեցիկ փոխանցումներ ենք մենք տեսնում, շատ գեղեցիկ անցումներ, արագություն, նաև կարող եմ դա ասել Գիգոլյանի մասին, Գիգոլյանն էլ նույնպես տրիվելա գեղեցիկ փոխանցումները կատարում, արդեն երկրորդ տրիվելա փոխանցումը Գիգոլյանի կողմից հետևեց։ Ինչը վերաբերվում է Մայնցին, Մայնցի ֆուտբոլիստ Նշան Մարկոսյանը ռմբարկուների ցուցակում 23-րդ հորիզոնականում է 11 գոլով, բայց այսօր նրանից էլ շատ բան է կախված, անընդհատ Մարկոսյան Նշանի ուղղությամբ է հարցակողություն ուղարկում գնդակը պաշտպանությունից, անընդհատ իսկ պաշտպանությունում Էրիկ Ներսեսյանն է, որը անթերի է խաղում։ Ճիշտ է, այս պահին Manchester City-ն հաղթում է 1-0 հաշվով, բայց Էրիկ Ներսեսյանի կատարած աշխատանքը աչքով աչք երևում է։ Եվ դաշտում հիանալի է մթնոլորտը այն ամենի շնորհիվ, որ բոլորը միմյանց հասկանում են մեկը մյուսին, անգամ թիմերը շատ լավ են տրամադրված մեկը մյուսի հանդեպ, ընկերական ավելի շատ մթնոլորտ է, բայց ընկերական մթնոլորտը հիմնականում պետք չէ ֆուտբոլում, այստեղ պետք է հաղթանակ, պետք է պայքար։ Ազատ հարված կլինի Manchester City դարպասից, Արտակ Համբարձումյանը գնդակը Վահե դաշտ կմտցնի։ Ունիվիմը պրեսինգեր Մայնցի ֆուտբոլիստերի կողմից։ Փորձում է City-ն պրեսինգի ենթարկել, սակայն չի ստացվում։ Դե Մարկոսյանը փորձում է գնալ մինչև վերջ առաջ, դարպասապահը հսկում է իրավիճակը, Կոստենկով փոխանցում, Գիգոլյան, կատարածություն, այստեղ Գիգոլյանի փոխանցումը շատ թույլ էր։ Ինչը վերաբերվում է ընդհանուր հանդիպմանը, շատ դինամիկ եւ ակտիվ է հանդիպումը։ Թիմերը պայքարում են 1-8 եզրափակիչ դուրս գալու համար։ Ութնյակում, լավագույն ութնյակում պետք է լինեն թիմերը դուրս գալու համար։ Այսպիսով պետք է Մայնցին հաղթանակ։ Եվ այս խաղում, եւ հաջորդ խաղում պետք է Մայնցը հաղթի, որպեսզի ութնյակում իր տեղը ապահովի։ Իսկ Manchester City-ն մնալու համար հնգյակում կամ քառյակ, երյակ դուրս գալու համար պետք է այսօր հաղթանակ տոնի։ Վտանգավոր իրավիճակներ էին ստեղծվել Մայնցի դարպասի մոտ, բայց կարողանում են չեզոքացնել, վերահսկում են իրավիճակը։ Հիմա այդ սխալ հարվածը պետք էր, բայց ձեռքով խաղ։ Մրցավարը ձեռքով խաղ է արձանագրում։ Ազատ հարված կլինի, բայց փոխանցումը հասնում է Գիգոլյանին, հիանալի էր փոխանցումը Գիգոլյանի, Ալավերդյան, հարված և մի փոքր շեղությամբ է ընթանում հարվածը, կարող էր Ալավերդյանը դուբլ ձևակերպել խաղում, բայց բախտը ժպտաց Մայնցին։ Էրիկ Ներսեսյան առաջ է ուղարկում գնդակը, հիանալի է անգամ նորից Էրիկ Ներսեսյանի փոխանցումները, հեռահար փոխանցումներ, Ներսեսյանը չի գալիս առաջ, նա կարծես լինի մեր ֆուտբոլի Վիրջիլ Վան Դայկը, ով մնում է պաշտպանությունում, նա չի գնում առաջ, նա մինչև վերջ անում է իր աշխատանքը պաշտպանությունում, բայց նաև վտանգավոր է անկյունայիններից, ստանդարտների ժամանակ։ Այո, այդպես է պաշտպանը, նա միշտ կարող է վտանգավոր լինել ստանդարտների ընթացքում, անկախատեսելի են։ Հիմա էլ խոսքից վրա առաջ է շարժվում Ներսեսյանը, պատխաղարկում Ներսեսյան, թողնում է և հիանալի հեռացրեց Սահակյանը, անկյունային կլինի, Կյուրեղյան Ռաֆելն է մոտենում գնդակին։ Կիրացնի Արսեն Հովանիսյանը, Սնենք Հովանիսյանը,
սպասում են գեները դիրքավորվեն։ Փոփոխությունը տեղի ունենում Մայցի կազմում։ Հեռանում է Դավիթ Գևորգյանը։ Դաշտ է դուրս գալիս Գեգամ Սարգսյանը։ Իրացնում է Դավիթը անկյունայինը և հեռացվածը։ Ոչ մի մտանք չներկայացրեց Կոստենկով, նետում է գնդակը Գիգոլյան, թողնում է Վարդան Վարդանյանին, Վարդան Վարդանյան, արագանում է Վարդանյանը, փոխանցում է Երիկ Ներսիսյանը, ընդունում է և նորից նա է առաջ գնում, Ներսիսյան փոխանցում, Գեգամ Սարգսյան, Գյուրեղյան Ռաֆայելն է, ներեցեք, Գիգոլյան, դե հարվածային է դիրքը, բայց փոխանցում է, հարված և գոլ! Երկու զրո, հարգելի ֆուտբոլասերներ, Անդրանիկ Բաղրամյանը Սիթի առավելությունը ավելի է մեծացնում։ Մայնցը պետք է վերադառնա, պետք է փորձի Մայնցը վերադառնալ խաղ։ Այնուամենայնիվ, եթե Մայնցը չվերադառնա խաղ, չի լինի ոչինչ։ Անգամ ութնյակում չի լինի Մայնցը, քանի որ նրանից հետ գտնվող մրցակիցները ավելի խաղեր անցկացնելու դեպքում և հաղթանակի դեպքում կարող են նրան անցնել և նա տեղը կզիջի, բայց հիմա ավելի վտանգավոր և հորվածը փրկում է։ Անդրանիկի հարվածը փրկում է Սահակյան, փոխանցում և կլինի անկյունային։ Պարզվում է, որ գոլը չեղարկել են 1-0, Մայցի շանսերը ավելի ու ավելի մեծանում են հաշիվը հավասարեցնելու համար և խաղում ինչ-որ եղանակ փոխելու համար։ Փոխանցում և փորձում է, բայց Կոստենկովը հիանալի փորձեց ազատվել խախտում, խախտել են կանոնները Կոստենկովի նկատմամբ։ Մի փոքր էլ խոսենք Կոստենկովի մասին, Կոստենկովը նույնպես պաշտպանությունում հիանալի է, նա շատ լավ աշխատում է Ղարիբյանի հետ, կարողանում են Կոստենկով, Ղարիբյան դուոն խնդիրներ ստեղծել Մայցի համար։ Գիգոլյան, փոխանցում, Վարդան Վարդանյան, Գիգոլյանին, Գիգոլյան, փոխանցում և գոլ! Գոլ 2-0, հարգելի ֆուտբոլասերներ, Վարդան Վարդանյանը գոլի հեղինակ է դառնում։ Այո, մենք հանդիպման սկզբում, հանդիպման անգամ նախավերջում էլ խոսում ենք Վարդանյանի մասին։ Վարդան Վարդանյանը հիանալի է, նրա ներկայությունը ապահովում է և հաղթանակը, և լավ տրամադրությունը։ Կենտրոնից Մայնցը կսկսի։ Նկատվում է, այո, բոլորը այսօր Մանչեսթեր Սիթիում մեկը մյուսով կարողանում են ապահովել լավ խաղ։ Փոխանցում Երիկ Ներսիսյանի մոտ է գնդակը։ Մայնցը գնում է խաղում ինչ-որ բան փոխելու համար։ Փոխանցում Կոստենկովը կարողանում է, ևս մեկ անգամ Կոստենկով հիանալի է պայքարում, Վարդան Վարդանյան, առաջ է շարժվում Վարդանյանը։ Եվ գնդակը մրցավարին է դիպում։ Հիմա խաղարկեն։ Տեսեք ինչպիսի հիանալի դասավորվածություն է։ Ալավերդյանը աջ է զրում, Ալավերդյանը ձախ է զրում, Վարդանյանը աջ է զրում, հիանալի է Վարդանյանը գործում, Ալավերդյանը նույնպես ձախ է զրում։ Այսօր շատ բան է կախված Ալավերդյանից, Վարդանյանից, Գիգոլյանից։ Յարյակը հիանալի է խաղում։ Բոլորը կարող ենք փաստել, որ այո, բոլորը այսօր Մանչեսթեր Սիթիի կազմում շատ լավ են խաղում։ Կոստենկով, փոխանցում Պողոսյան,
Ռոմիկ Սարգսյան Սահակյան փոխանցում եւ գոլ 3-0 ավելի է մեծացնում Manchester City-ն իր առավելությունը Mainz-ը կենտրոնից կսկսի շարունակում է Mainz-ը գեղեցիկ անցում էր Սահակյան Ալենը կատարում էր փոխանցում սակայն ստացվեց գոլ եւ բավական գեղեցիկ գոլ վտանգավոր էր Mainz-ի այս հարվածը դարպասաձողն է փրկում City-ին Հիմա կլինի հարված, ոչ, չի ստացում հարվածը, Ռոմիկ Սարգսյան, փորձեց անցման գնալ, սակայն չստացվեց, այսօր շատ է Manchester City ֆուտբոլիստները փորձում գնալ անցման և բավական լավ ստացվում է Ալավերդյանի մոտ, Վարդան Վարդանյանի մոտ, Գիգոլյանի մոտ ավելի գեղեցիկ տրիվելա փոխանցումներ են ստացվում, դա աչքով աչք երևում է, Արտակ Համբարձումյանը հաղի մեջ է մտցնում գնդակը Վահե Ներսիսյանի փոխանցումը իր վրա ընդունեց Ալավերդյանը Անդրանիկ Ալավերդյան հարվածային է դիրքը Ալավերդյան փոխանցում և հիմա Վարդանյան թողնում է Ալավերդյան գոլ ոչ Փրկվում է Mainz-ը մի փոքր էր ուժեղ լիներ հարվածը և կարող էր Ալավերդյանը այսօր հիանալի հետրիկ ձևակերպել Վարդան Վարդանյան, Ալավերդյան, Անդրանիկ դե փոխանցում և կրնկով հարվածը Ռոմիկի Առաջ է շարժվում Mainz-ի տղաները Փորձում են գրոց ձեռնարկել Եզրային նետում Mainz-ը փորձում է բայց Ղալիբյանը Սահակյան դուոն կարողացավ չեզոքացնել, չկար խախտում, փոխանցում էր, ընդունում են և ստացվեց Ղալիբյանը առաջ է ուղարկում գնդակը, Սարգսյանն է առջևում, բայց դարպասապահը կարողացավ առաջ գալ և որսած գնդակը։ Ներսեսյան, ցում, Mainz-ը կարող է այսօր ոչ, Ղալիբյանը կարողացավ Ալավերդյան կարողացավ գնդակը հասցեագրել, պահում է, չի հասնում գնդակին Վարդան Վարդանյանը։ Հանդիպումը կամաց մոտենում է տրամաբանական ավարտին, բայց City-ի տղաները չեն հանգստանում, շարունակում են Սարգսյան, փոխանցում, թույլ էր փոխանցումը, ավելի շատ հարված փոխանցում էր։ Տեսնենք հիմա Mainz-ի գրոհը, բայց ոչ, Ղալիբյանը առաջ եկավ, իր դիրքից առաջացավ, նաև Ղալիբյանը տեսնում ենք, որ երկրորդ խաղակիսում ավելի առաջ է գործում, կիսապաշտպանական գծում է ավելի շատ, իսկ Սահակյանը պաշտպանությունում Վարդան Վարդանյան փորձում է դիմադրել, Վարդան Վարդանյան չի թողնում, դեռ ճանապարհը փակ է փոխանցման համար, հիանալի գնդակը հասնում է, Կոստենկովը հիանալի պահեց, Վարդան Վարդանյանը խլում է Ալավերդյան հիանալի է, Վահե Մուրադյանը գնդակը Ալավերդյան Վահե Մուրադյան և Վահե Մուրադյան պետք չէ այսպիսի սխալներ
Հիմա դարպասը ազատ էր, բայց կարողանում են խլել գնդակը Վարդան Վարդանյան, Ալավերդյան փորձում է միայնակ անցնել, հիանալի էր փոխանցում եւ Սարգսյանին չի հասնում գնդակը, եթե հասներ կարող էր լինել 4-0։ Ինչևէ, մենք հետաքրքիր հանդիպման պակաս չունենք, մենք հիանալի հանդիպում ենք դիտում։ Ներսեսյան հարվածը սա ավելի շատ հարված փոխանցում էր, կլինի անկյունային, քանի որ Վարդան Վարդանյանի ոտքից հեռացավ գնդակը, ոտքը բարձեց Վարդանյանը։ Այո, ֆուտբոլում պետք է նաև լինես ունիվերսալ, լինես և պաշտպանությունում, լինես և հարձակվողությունում, և կիսապաշտպանությունում, անգամ եթե պետք է դարպասապահի դիրքում։ Նման օրինակ է Կայլ Վոլկերը, ով մեկ անգամ Մանչեսթեր Սիթիի դարպասը պաշտպանեց, քանի որ դարպասապահ Էդերսոնը վնասվածք էր ստացել։ Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստները չեն շտապում, հիանալի հեռահար դարպասապահի կողմից Վարդանյանին է հասնում գնդակը, Վարդանյան, հիանալի անցում էր Վարդանյան, բայց մի փոքր ուժեղ թողեց գնդակը, հիանալի դուրս եկավ Մանչի ֆուտբոլիստը, Մանչի 10 համար հիանալի դուրս եկավ, փոխանցում և Կոստենկով կար խախտում, Մանչի ֆուտբոլիստները խախտում թույլ տվեցին։ Փոխանցում Կոստենկով, փոխանցում Վարդան Վարդանյան, փոխանցում շարժվում Սահակյան, Ալավերդյան, փորձում հարվածել, բայց ոչ Սարգսյան, Սահակյան, Ալավերդյանի մոտ է, Ալավերդյան նորից պահում է գնդակը, այս անգամ չստացվեց։ Նշան Մարկոսյանի ջանքերի շնորհիվ գնդակը խլված է, բայց ուժեղ է փոխանցում Մարկոսյանի դեպի թիմակիցը։ Քիչ ժամանակ է մնացել հանդիպմանը, հանդիպումը մոտենում է տրամաբանական ավարտին, Մանչեսթեր Սիթին հաղթում է 4-0 հաշվով։ Այս խաղում Mainz-ը չեմ կարծում, որ ինչ-որ բան կարող է փոխել, բայց մինչև վերջ ամեն դեպքում պայքարեն Mainz-ի ֆուտբոլիստները։ Նորից հետ Mainz-ի կիսադաշտում է գնդակը, Ներսեսյան, ուժեղ փոխանցում առաջ, բայց Ղարիբյանը հեռացնում է, դարպասապահ Արտակ Համբարձումյանը ցույց է տալիս իր թիմակցին, որ նա կընդունի։ Հորդորում է առաջ գնալ Արտակ Համբարձումյանը, Ներսեսյան, տեսնում ենք Ներսեսյանին, խանցում և Վարդան Վարդանյան կարողացավ գնդակը պահել թիմի համար, խանցում, Սարգսյանն է ընդունում գնդակը, Ալավերդյան, Սարգսյան և Արտակ Համբարձումյանը փրկում է։ Այսօր Սարգսյանին բախտը չի ճպտում, ամեն ինչ անում է Սարգսյանը, ամեն ինչ լավ անում է թիմակիցների հետ միասին, բայց բախտը չի ճպտում, բայց իր դերն շատ կարևոր է խաղում, հարձակվողությունում, շատ մեծ դեր է կատարում։ Երբ թիմակիցները իջնում են պաշտպանություն, նա հարձակվողությունում մնում է, հսկում իրավիճակը և կար խախտում։ Մի փոքր կոպիտ էր խախտումը Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստը, կարծես թե Ալավերդյանն է, այո Ալավերդյանն է խոտածածկին է հայտնվել։ Վտանգավոր դիրքում նաև Տուկանային է վաստակում Մանչեսթեր Սիթին։ Ալավերդյանը այսօր շատ բան արեց, կարող է նաև փոխարինվել հանգստանալ, բայց ոչ ոտքի է կանգնում, մի փոքր շունչ է քաշում և Տուկանային Սարգսյանն է
Տուգանայինի մոտ Տուգանային հարվածը իրացնելու է Սարգսյանը Հիմա պատ կկազմեն Մայնցի ֆուտբոլիստները Այո Պատը կազմված է Տեսնենք Միգուցե Սարգսյանը Տուգանային հարվածից այսօր գոլ խփի Միգուցե բախտը նրան ժպտա եւ գեղեցիկ գոլ լինի Տուգանային հարվածից Փոփոխություն Չի կարողանում շարունակել հանդիպումը Ալավերդյանը Գիգոլյանն է խաղի մեջ Կոստենկով իրացված է Տուգանայինը Գիգոլյան Կոստենկով հարված եւ փակում են հարվածի ճանապարհը հիմա ուժեղ պայքար է գնում Նաեւ նշեմ որ սա Winter Cup-ն է AFL լիգայի AFL լիգան Բազում հետաքրքիր հանդիպումներ ունի, բոլոր հանդիպումները մեկը մյուսից հետաքրքիր են։ Իսկ հիմա Վարդանյան կարող է լինել գոլ Վարդանյան անցավ բոլորին, բայց պահանջում է խախտում, մրցավարը ասում է, որ ամեն ինչ մաքուր է եղել։ Իսկ Վարդանյանը համաձայն չէ, բայց եղած է մրցավարն է որոշում այստեղ։ Շատ առաջ փորձեցին գնալ, Արիբյանը հեռացրեց Արդեն զգացվում է հոգնածություն երկու թիմերի մոտ էլ, երկու թիմերի ֆուտբոլիստների մոտ էլ եղանակային պայմաններն էլ, ցուրտն էլ, ծառնությունն էլ իրենն ասում է, բայց Գիգոլյանն է հիմա գնդակով, Գիգոլյան կա առջևում տարբերակ խաղում է Վարդանյանի հետ, ավելի խելամիտ, Գիգոլյան, փոխանցում Վարդանյան, ափսոս, չկարողացավ ընդունել Վարդանյանը, Ներսեսյան թողնում է գնդակը թիմակցին, փոխանցում բարձրից, Գիգոլյանը, ահում է Սահակյան, Վարդանյան, Գիգոլյան, նորից Սահակյան, Վարդանյանի տարբերակը կա, Սահակյանը առաջ է գնում, սակայն միայնակ, Սահակյան և հրկում է դարպասապա արտական Բարդսումյանը, անկյունային է վաստակում, Մանսիթին, Վարդանյանն է մոտենում, անկյունային գծի մոտ, իրացնելու համար անկյունայինը, խաղարկեն, Գիգոլյանն է մոտենում, խաղարկում է Գիգոլյանի հետ, Վարդանյան, Գիգոլյան, Վարդանյան, հիանալի էր Վարդանյան, հիանալ կարելի է Վարդանյանի խաղով, ճիշտ է, երկու դրվակ կարողացավ Վարդանյանը անցումների դիմել, հիանալի անցումներ կատարեց, սակայն չկարողացավ եզրափակել, բայց հիանալ այս ֆուտբոլիստով մենք չենք կարող, Վարդանյանը այսօր ուղղակի շանշի տալիս իր դիմաց կանգնած մրցակցի ֆուտբոլիստերին Հիանալի փոխանցում հիմա կարող է լինել սուր գրո Սահակյան փոխանցում դուրս է գալիս Սահակյանի փոխանցումը ոչ ոք չկարողացավ արձագանք տալ փոխանցմանը Շարունակվում է հանդիպումը, Մայնցը կփորձի ինչ-որ բան, նորից այս խաղում, թեկուզ մեկ գոլ խփել։ Գար մեր մոտ գար։ Այժմ 45% գնդակով է եղել Մայնցը, 73% Մանչեսթեր Սիթին ահռելի է տարբերությունը, առաջի խաղակեսում էլ մեծ է տարբերությունը, սուլում է մրցավարը, ավարտված է հանդիպումը, Մանչեսթեր Սիթին հաղթում է 4-0 հաշվով, 3-0 հաշվով, հանդիպումն ավարտված է հարգելի ֆուտբոլասերներ, այսքանն էր այսօր, շնորհավորում եմ Մանչեսթեր Սիթիի երկրպագուներին, իսկ Մայնցը արեց այնքան ինչքան կարողացավ, այսքանն էր